Հա, լավ, հիշեցի։ Զանգ Մոսկվայից, աղուհացի համտես, դհոլ երկու պար, սրբապատկեր ու անգամ առյուծ։ Սելֆի Էրեբունիում շրջող ուզբեկների հետ։ Բաց պատուհան։ Արձերն տրված ու բաց պատուհանի մոտ թողնված բուկլետու քարտեզ։ Անակնկալ կլինի։ Լուսացու չկա։ Ժողովրդի քվեի հետևից 4-րդ օրը գնալիս կանաչ լույսն այսօր ԿՊ-ի համար ոչ միշտ էր վառվում Երևանում։ Ինչի ամեր, սխալ տեղ եմ պահում, որովհետև ծանոթով է։ Մետրոյի վագոնում շփումներն այս անգամ էլ տհաճ դրվագներով ուղեկցվեցին։ Ինչի լավ չի թե տրամադրությունը։ Թոշակը բարձրացրել է, բայց տրամադրությունը բարձրացնել Փաշինյանին չհաջողվեց։ Ոչ թոշակ, ոչ առողջական ապահովագրություն, ոչ 300 դպրոց ու 500 մանկապարտեզ։ Ցուցակը չօգնեց, տարեց քաղաքացուն փոքրացող հայրենիքներ մտահոգում։ Սա մի հատ հայրենիք չարժի, հա։ Այդ սաղ արժի մի հատ հայրենիք եւ մեր ամբողջ ասած իմաստներն փոքրանում է։ չի փոքրանում։ Մեր Հայաստանի հողերը մի բուռ էին, դարձան կես բուռ։ Փոքրանալու հետ չէր հաշտվում նաև այս կինը։ Դուք մեր ջերմուկից դուրս եկեք։ Ուրեմն Ասեք մի բախեցեք այնով արևը։ Այսօրվա քարոզարշավում Ադրբեջանի առաջնորդին հիշեցին գրեթե բոլորը։ Գագիկ Ծառուկյանը խոստովանեց, թե Ալիևին լսելիս քունը կորցնում է։ Ամեն անգամ Ալիևի խոսալուց ես գիշերները չեմ քնվում։ Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունը Ծառուկյանին չի բավարարում, թուղթ է ուզում։ Խոսքը պետք է թղթի վրա լինի, փեչատը խփած լինի, պատերազմի դռներն էլ փակ պետք է լինի, ժողովուրդ ջան։ Սրանց համար մեկ սկզբունք կա։ Ոնց անեն Ալիևի դուրը կան։ Իր առանձնատանն է Ալիևին հիշում ազատազրկված ուժեղ Հայաստանի առաջնորդը։ Նրա առաջնորդած ուժի առաջին համարին արտաքին պատերազմի սպառնալիքն այսօր հասցրել էր մեղրի։ Սա թրիպն է։ Իսկ գիտեք սա ինչ է։ Սա արդեն Պարսկաստանն է։ Կոնֆլիկտի դեպքում Իրանը կհարվածի, զգուշացնում էր Նարեկ Կարապետյանը, բայց այս անգամ ոչ հեռահար հրթիռներով։ Հողաթափիկ էլ շպրտի կհասնի։ Մենակ չիշիկ չան։ Դիլիջանում արդեն Քոչարյանը հանդիպեց Նիկոլին, բայց ոչ Փաշինյան։ Ինքը Նիկոլն է ջևանցի, բայց ոչ Փաշինյան, էլի։ Իմ տղեն է։ ծանոթ է ձեր դեմքը, բայց շատ լավ չէ։ Փաշինյան Նիկոլին Էրեբունու բակերում ակնարկներ էր անում մեկը, ում դեմքը ծանոթ էր, բայց տեղը չբերեց։ Տիկինը հազիվ լսելի հանելուկ ասաց, որն է ամենահզոր զենքը։ Հանելուկներով եք խոսում, դժվար է պատասխանը։ Քիչ անց վարչապետի ականջին շշնջաց հանելուկի պատասխանը՝ լեզուն է։ Իրենց ամենա եւ ոչ այնքան հզոր զենքը կիրառելու հնարավորություն տեխնացուները կունենան եւս 24 օր։ Կարդակ իմանաս։